5 числа Փետրվարի 5-ի ուշ երեկոյան արդեն տանն էի, ընտանիքիս հետ, Բերդ քաղաքում։ Կեսգիշերին մոտ կապի միջոցով հայտնեցին, որ ինձ հետ ուզում է խոսել Վազգեն Սարգսյանը։ Ասաց, որ հենց նոր է վերադարձել Քարվաճառից։ Այնտեղ իրադրությունը շատ ծանր է։ Սպաները խնդրում են, որ ինձ ուղարկի այնտեղ։ Փետրվարի 6-ի առավոտյան ժամը 4-ին դուրս եկանք եւ կեսօրին արդեն Վարդենիսում էինք։ Ուշքի գալով 1993 թվականի գարնանը ձեռնարկված Քարվաճառի ռազմագործողության ժամանակ կրած պարտությունից եւ կարճատև դադարի ընթացքում բավական քանակությամբ կենթանի ուժ եւ տեխնիկա կուտակելով Քարվաճառի ուղղությունում հակառակորդը 1993 թվականի վերջին օրերին մարտական գործողություններ էր սկսել Օմարի լեռնանցքին տիրելու համար։ Իսկ այնուհետև զարգացնելով հաջողությունը սկսել էր առաջանալ Քարվաճառի շրջանի խորքերը։ там был начальник генерального штаба. Այնտեղ էին գլխավոր շտաբի պետ Անդրեասյանը, գեներալ Զինևիչը։ Վազգեն Սարգսյանն ինձ վստահեց ամեն ինչ։ Ասաց դու ղեկավարում ես, դու էլ պատասխան տալիս։ Ճանապարհին շատ մարդիկ կային, որոնք ինքնաձիգներով, իրերով չարացած հեռանում էին Քարվաճառից։ Մեկին անգամ թույլ չտվեցի լքել Քարվաճառը։ Ոմանց համոզելով, մյուսներին պարտադրելով վերադարձրի իրենց գումարտակներն ու վաշտերը։ Ռազմագործողությունն իրականացվում էր 3 հիմնական ուղղություններով։ Աչից ու ձախից ձեռնարկված սրընթաց գրոհով վերահսկողության ներքո առնվեց 2071 նիշով բարձունքը։ Չիչագլի բարձունքների ադրբեջանական խմբավորումը հայտնվեց շրջապատման մեջ։ Աջ թևում Արշավիր Ղարամյանի գումարտակը գրավեց Բաղրելը բարձունքը, Ստեփանակերտի ստորաբաժանումը 2181, իսկ Պետրոս Ղևոնդյանի ստորաբաժանումը 2008 նիշերով բարձունքները։ Հաջորդ օրն Օմարի ուղղությունում վերսկսված մարտական գործողությունների արդյունքում հայկական ստորաբաժանումները ոչ միայն կասեցրին հակառակորդի գրոհները, այլև հակահարձակման անցնելով ռազմաճակատի մի քանի հատվածներում առաջ ընթացան 1-ից 2 կիլոմետր եւ տիրեցին ռազմավարական նշանակության մի շարք բարձունքների։ Հակահարձակման անցնելով Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակներից մեկը Արկադի Շիրինյանի հրամանատարությամբ համարձակ շրջանցումով հաղթահարեց Մռավի Ձյունածածկ լեռնաշղթան եւ փակեց Օմարի լեռնանցքը, կտրելով հակառակորդի թիկունքը եւ զրկելով նրան ոչ միայն համալրումներ ստանալու, այլև նույնիսկ խոշոր ուժերով նահանջելու հնարավորությունից։ Այդ համարձակ ռազմերթը, որը ինչպես Հանիբալի ու Սուվորովի ալպյան անցումները հիացմունք է առաջացնում։ Դա հիրավի վճռորոշ նշանակություն ունեցավ հակառակորդի զորախմբերը ջախջախելու Քարվաճառի հյուսիսն ու Օմարի լեռնանցքն ազատագրելու առումով։ Знаете, можно Կարելի էր ամեն ինչ իրագործել, բայց մարդկային կյանքեր խնայելու համար հարկավոր էր ինչ-որ առանձնահատուկ բան մտածել։ Որոշեցի վախեցնել, միգուցե ստացվի։ Հակառակորդից ընդամենը 200 մետր հեռավորության վրա շուրջս հավաքեցի բոլոր նռնականետորտներին, գնդացրորդներին։ Ասացի, երբ ձեռքս բարձրացնեմ, հակառակորդի ուղղությամբ միաժամանակ կկրակեք բոլորդ։ Երբ ավարտեք եւ երկրորդ անգամ ձեռքս բարձրացնեմ, բոլորդ միասին կբղավեք ուռա։ Այդպես էլ արեցինք եւ հակառակորդը թողնելով խրամաբջիջները փախուստի դիմեց։ Մենք նրանց հետևեցինք, բայց հասնել շատ դժվար էր ձյան պատճառով։ Հակառակորդը թողեց 2 ամբողջական գումարտակ, ծանր զենքեր, գնդացիրներ, նռնականետներ, ականանետներ, մեքենաներ եւ հեռացավ։ машины и убрали. Հայկական զինուժի մյուս ստորաբաժանումները հակառակորդի գերակշռող ուժերի դեմ մարտեր էին մղում ռազմաճակատի այլ հատվածներում, ապահովելով Օմար գրոհող ստորաբաժանումների ռազմերթը։ Ռազմաճակատի մյուս հատվածների կայունությունը նպաստավոր պայմաններ էր ստեղծում Օմարի ուղղությունում առաջխաղացումը շարունակելու համար։ Հայ մարտիկները տիրեցին նաև 2492 նիշով բարձունքին։ Очень легко. Եվ այդպես շատ հեշտությամբ նրանք թողեցին կարևոր դիրքեր եւ բարձունքներում եւ միջանցքներում։ Խոճապի մատնվեցին եւ լքեցին իրենց հենակետերը, կարծելով, որ արդեն միլիոնավոր հայեր են իրենց առջևում։ Այնինչ մեկ տանկը վարելով այս ու այն կողմ տպավորություն ստեղծեցինք, թե բազմաթիվ տանկեր են կուտակել։ Այդպես հակառակորդը լքեց կարևոր դիրքեր եւ մնում էր միայն մի փոքր համբերել։ Փետրվարի 17-ի ժամը 23-ի կողմերը սկսվեց Օմարի լեռնանցքի գրոհը։ Գիշերային մարտերի արդյունքում այն հիմնականում գրավվեց։ Առավոտյան ժամը 7-ին հայ մարտիկներն ամրացան լեռնագագաթի վրա, մարտադաշտում թողնելով մեծաթիվ զոհեր ու ցրտահարվածներ, լքելով մարտական տեխնիկան հակառակորդը շպրտվեց Օմարի լեռնանցքից անդին։ Вот в этот момент я сказал вперед. И мы пошли вперед. Եվ այդ ժամանակ հրահանգեցի առաջ։ Փետրվարի 18-ի 15:00 էր։ Որոշել էի, որ այդ օրը անպայման պետք է հաղթահարեինք 15 կիլոմետր երկարությամբ ճանապարհը եւ հասնեինք բարձունքին։ Բոլոր շրջադարձերին հենակետեր էին, որոնք հակառակորդը լքել էր։ Չգիտես ինչու վստահ էի, որ ոլորաններն արդեն դատարկ էին։ Միայն մի հենակետում փոքրիկ դիմադրության հանդիպեցինք, ճնշեցինք, 3-4 ժամից արդեն մտնեց,
իսկ գիշերը զինված լինելը մյուս կողմից էլ ցուրտը 15 ժամում հաղթահարելով առավոտյան ժամը 6-ին բարձրացանք Սարը։ 4 օր չէինք քնել, ամբողջությամբ ուժասպառ էինք եղել։ Ռադիոկապով բոլորին փոխանցեցի, որ Խարվաճարն ազատագրված է։ Շնորհավորեցի, եւ այդպես մենք կատարեցինք այդ առաջադրանքը։ Закончили эту задачу. Այսպիսով ինչ շահեցինք մենք Օմարի ազատագրմամբ։ Խարվաճարի շրջանի հյուսիսային մասի եւ Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարևոր նշանակություն ունեցավ Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող հայկական ստորաբաժանումների թիկունքն ապահովելու եւ շրջապատման սպառնալիքը վերացնելու առումով։ Հակառակորդը չկարողացավ փակել Արցախը Հայաստանի հետ կապող երկրորդ կյանքի ճանապարհը, որը հատկապես կենսական է Մարտակերտի շրջանի համար։ Վերահսկողություն սահմանվեց Օմարի ռազմավարական լեռնանցքի մեր հանրապետության հյուսիսարևելյան բնական սահմանի վրա, բնականաբար դիրքային առավելություն ստանալով հակառակորդի նկատմամբ։ Եվ ահա առ այսօր արդեն 2 տասնամյակ հայկական ստորաբաժանումներն ամրացած են ռազմավարական տեսանկյունից կարևորագույն դիրք ունեցող Օմարի բարձունքներում։